Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալում իրադարձությունները գնալով ավելի են թեժանում, լարվածությունը գագաթնակետին է և հեռուստադիտողներին սպասվում են նոր ու անսպասելի շրջադարձեր։ Սարոյանը կրկնում է իր անցյալի սխալները, կրկին սխալ հաշվարկ է անում իրավիճակը, կայացնելով հապճեպ որոշումներ և չվստահելով իր շրջապատին։ Երբ Վահեի դեպքում նրա անվստահությունը հանգեցրեց ողբերգության, այս անգամ պատմությունը կրկնվում է, սակայն զոհն այլ է, Արմանը, չնայած որ նա որևէ կապ չունի փողերի անհետացման հետ, այժմ բանտում է և կանգնած է ծանր փորձության առաջ։ Արմանի ամենամեծ սխալը, որ նրան բերեց այս փակուղային իրավիճակին, այն էր, որ նա չխոսեց Սարոյանի հետ ու ամբողջ ճշմարտությունը չպատմեց։ Նա լսեց Էլկայի խնդրանքը, որոշեց լռել, բայց արդյունքում հենց ինքն է հայտնվել մեղադրյալի դերում։ Էլկան ու Ռեբեկան գիտեն, որ Արմանն այս ամենի հետ կապ չունի, սակայն ճշմարտությունն ասելը նշանակում է դուրս գալ դեմ իրենց հարազատ հորը Միսակին։ Արդյոք նրանք կգտնեն համարձակություն բացահայտելու իրական մեղավորին։ Էլկան գիտի, որ Արմանը ոչ մի կապ չունի փողերի անհետացման հետ, այլ նրանց հայրը Միսակն է դրանում մեղավոր։ Ռեբեկան էլ գիտի, թե ով է կանչել Գոռին հյուրանոց և ինչ է տեղի ունեցել, կրկին հոր անունը մեղադրյալների ցուցակում է, որը Ռեբեկան հայտնել չի կարող։ Գարիկը ակտիվացնելու է իր խաղը, երբեք չի թողնի, որ իր որդին անարդարության զոհ դառնա։ Նա արդեն փնտրում է Դիանային, բայց հարցն այն է, նա կպատժի նրան, թե կփորձի համագործակցել։ Դիանան խելացի ու նենգ խաղացող է, ու եթե Գարիկը որոշի իր ուժերը միավորել նրա հետ, ապա նրանց միությունը կդառնա ավելի վտանգավոր, քան երբևէ։ Իսկ եթե Գարիկը որոշի վրեժ լուծել, ապա Դիանային իսկապես մեծ վտանգ է սպառնում։ Մինչ այս պահը Ռեբեկան երկմտում էր, սակայն երբ Սարոյանը նրան պատմեց Արմանի ու փողերի անհետացման պատմությունը, նրա մեջ արթնանում է կատաղություն։ Նա այլևս չի ցանկանում լռել։ Հեռուստադիտողներին սպասվում է ևս մեկ անակնկալ։ Սերիալի դերասանական կազմին միացել է նոր կերպար, ով մեծ ազդեցություն կունենա իրադարձությունների վրա։ Չի բացառվում, որ հենց նա լինի այն անձնավորությունը, որը կամ կփրկի Արմանին, կամ էլ կսրի իրավիճակը, խաղի մեջ մտցնելով նոր վտանգավոր ուժեր։ Դե ինչ սպասել առաջիկա սերիաներում։ Սարոյանը կսկսի կասկածել, որ Արմանն իրական մեղավորը չէ, Գարիկը վերջապես կհանդիպի Դիանայի հետ կամ վրեժ լուծելու, կամ համագործակցության առաջարկ անելու։ Ռեբեկան կկանգնի ընտրության առաջ՝ բացահայտել ճշմարտությունը, թե լռել ու պաշտպանել հորը։ Հնարավոր է, որ նոր կերպարն ազդի իրավիճակի վրա և բերի անսպասելի զարգացումների։ Ամենահետաքրքիր ու լարված իրադարձությունները դեռ առջևում են, սպասենք ու տեսնենք ինչ անակնկալներ են մեզ սպասվում առաջիկա սերիաներում։ Մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը, տեղեկացված լինելու շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Գարիկը կպատժի Դիանային, թե կհամագործակցի նրա հետ։ Ինչպես արդեն նշեցինք, Սարոյանը կրկնում է իր կյանքի երկրորդ սխալը։ Առաջին անգամ նա չվստահեց Վահեին, ինչի համար Վահեն պատասխան տվեց իր կյանքով, քանի որ նա շտապում էր Սարոյանին ապացուցել իր անմեղությունը, սակայն այդպես էլ տեղ չհասավ։ Դեռ հայտնի չէ պատահականություն, թե կազմակերպված ավտովթար էր։ Իսկ այժմ նույն սխալը կրկնում է Արմանի դեպքում։ Միսակի հրահանգով նա ստուգում է Արմանի հաշիվները, ավելի ճիշտ նա չի ստուգում, այլ խնդրում է Արմանին, որպեսզի ներկայացնի իր հաշիվների մասին տեղեկատվություն։ Բնականաբար Արմանն արդեն տեղյակ էր, որ այդ գումարը մուտք է եղել իր հաշվին, ու Սարոյանը տեսնելու դեպքում հաստատ չէր հավատա նրան։ Նա համարձակություն չունեցավ, որպեսզի այդ ամբողջ ճշմարտությունը պատմեր Սարոյանի աչքերին նայելով։ Նա ձայնային հաղորդագրության միջոցով տեղեկացրեց, որ Սարոյանը ճիշտ է ու տպարանից անհետացած գումարի չափով գումար մտել է իր հաշիվ ու դուրս եկել, սակայն չնշեց, թե ովքեր են իրական մեղավորները։ Բնականաբար այս ամենը Սարոյանի համար դարձավ մեծ հարված։ Նա Արմանին պահել ու մեծացրել է հարազատ որդու նման, վստահել իր ընտանիքի անդամներից ավելի շատ, իսկ այժմ
Նա կանգնած է կոտրած դաշտակի առաջ, Արմանը բանտում է մի բանի համար, ինչը չի արել, սակայն Սարոյանը ոչ մի օգնություն նրան ցույց չի տա մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, թե ով է իրական մեղավորը և ում պատճառով է տպարանից այդքան մեծ գումար անհետացել, ով է բացահայտելու այդ ամենը: Էլկան Արմանին այնքան շատ է սիրում, որ հնարավոր է, որ հենց Էլկան է պապիկին բացատրելու, բայց Սարոյանը հավատալու է, չեմ կարծում, դեռ ժամանակը չէ: Էլկան գալիս է Միսակի մոտ ու ասում այն, ինչ մտածում է, սակայն Միսակի կողմից նա ստանում է նույն պատասխանը, ինչը շաբաթներ առաջ ստացել էր Ռեբեկան Վահեի դեպքում: Երկու դեպքում էլ Միսակը մատը մատին չի տա, որպեսզի փրկի իր դստրերի ընկերներին: Նա ասում է, որ իր երեխաներին սիրում է բոլորից շատ, սակայն ամենամեծ ցավը հենց Միսակն է պատճառում նրանց: Ինչպես կզարգանա հետագան և ինչ ցույց կտա հետագա սերիալները, ժամանակի ընթացքում պարզ կդառնա: Մի բան հաստատ է, այս ամենի համար պատասխան պետք է տան Միսակն ու Դիանան, իսկ թե ով է ստիպելու նրանց, որպեսզի իրենց արածների համար պատասխան կտան, ցույց կտա ժամանակը: